Բարև ձեզ, պարոն Սասունյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես, եթե դեմ չեք, սկսենք ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից։ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը նորից մեղադրում էր հայ առաքելական եկեղեցուն, ասում է Հայաստանի եկեղեցու պետը վեհափար հայրապետի մասին է խոսում, այսպես ասենք, հովանավորչությամբ arczepiskopos-ներից մեկը Բագրատ Սեփազանի մասին խոսելիս Հայաստանում ակցիաներ էր ստեղծել Ղարաբաղյան շարժման մոտիվներով։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, եւս մեկ անգամ ասած, որ Ղարաբաղցի ինքը դե Արցախ բառը չի օգտագործում, մեր քույրերն ու եղբայրները թողսին հույսերով չխաբվեն, ընդունեն Հայաստանի քաղաքացիությունը, առհավետ փակված է այդ էջը, համեցեք։ Դժբախտաբար Հայաստանի վարչապետը այդպիսի բաներ ասում է ոչ միայն զարմանալի, բայց աբասկային, որ կարծես թե Ալիևը նստել է Երևան վարչապետի աթոռին։ Եթե Ալիևը դեռ նստեր, նույն արդյունքը կունենայինք, ոչ մի բան չէր փոխվի։ Ինքը թեմ է մեր բոլոր ազգային արժեքներին, Արարատին, Սահմանադրության, Արցախին, Արցախահայերին, ամեն ինչին եւ Այս է որ անընդհատ զիջումներ, եթե այսպես շարունակվեն, չեմ գիտեր, եթե մենք ունենալու ենք հայրենիք թե ոչ։ Ինչ վերաբերում է Եվրոպայում իր ելույթին, դա շատ ամոթալի մի ելույթ էր, որտեղ ոչ մեկ երկրի ղեկավար շատ ավելի խելամիտ կլինի, որ ինչ որ ունի ասելիք, մանավանդ եթե քննադատություն է իր ժողովրդի հանդեպ, դա անելու է Երևանում, ոչ թե Ստրասբուրգում։ Չի կարելի մեր ներքին տարակարծությունները, հերուրանքները դարածել աշխարհի առաջ, բերել աշխարհի առաջ։ Այս շատ ամոթալի մի վերաբերմունք է։ Ինչ էր նաև ասում Նիկոլ Փաշինյանը։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Ախջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Կխնդրեմ այս հայտարարության մասով ձեր տեսակետը արտահայտեք, դրա վտանգները եւ երեք եւս մեկ անգամ վերահաստատեց, որ տալիս է ճանապարհը կամ տարածքը կամ հողը, խնդրեմ։ Ուրեմն ասի դժբախտաբար նորություն չի, որովհետև 2020 թվականի չաղճաղիչ բարդությունից հետո Փաշինյանը ամեն զիջումներ անում է ամեն տեսակի եւ այդ խոսքը որ ասեց Նախիջևանի ուղիի մասին, դա ինքը 2020 թվականի նոյեմբերից ի վեր մի առնվազն մի 100 անգամ նույն բանն է ասել, հիշում եմ ասում է Այսօր առավոտյան իսկ մենք պատրաստ ենք ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջ։ Բարեբախտաբար Ալիևն է որ մերժում է այդ ճանապարհը օգտագործել, այսինքն շատ վատ է մեր վիճակը, եւ որ մեր ճշնամին անում է մի բան, որ մեր հայրենիքի շահին է։ Եթե Ալիևի այդ հիմարությունը չլիներ եւ Ալիևը այո ասեր, արդեն 6 տարի է, 5-6 տարի է արդեն այդ ճանապարհը օգտագործեն ազերիները, բայց Ալիևը ինքն է որ խոչընդոտում է, որտեղ ինչի համար ուզում է որ Հայաստանը սահմանությունը փոխի, edel իր վերջին զիջումներից բանջներից մեկն է, առավել ամենավերջինը որ 300,000 ազերի պետք է հաստատվեն Հայաստանում եւ այդ արդեն կլինի Հայաստանի վերջը։ Խոսեցիք սահմանադրությունից 3 կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղում պետք է չլինի, քանի որ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտին տրամաբանության վրա, խնդրեմ։ Այո, ոչ մի կոնֆլիկտ չկա, նույնիսկ Փաշինյանը ինքը մոռանում է իր ասածները, իր առածները, մոռանանք թե աբասկային է թե ոչ, ինքը ասաց, որ ինքը դիմեց սահմանադրական դատարան, կարծեմ մի տարի առաջ էր, եւ խնդրեց, որ իրենց օրինական գարզիկը հայտնեն, եւ իրենք ասացին, որ այդ անկախության հռչակագրի այդ նախատեսությունը ոչ մի գաբ ունի սահմանադրության հետ, որ սահմանադրության մեջ չկա։ Դա մեկ։ Երկրորդ, այդ 17 գետը, որ գրվել է, որ մեծ մասը կամ գրեթե բոլորը Ալիևը գրել է եւ Փաշինյանը միայն այո է ասել, որ անուն դրել են խաղաղության դաշնակիր,
որ չի ստորագրվել։ Ուրեմն այդ դաշնակցի գեդերից մեկը ասում է, որ երկու երկրների ներքին օրենքները համատյունը ոչ մի արժեք ունեն, այդ խաղաղության դաշնակիրը ավելի կերազոր է, քան թե ոչ մեկ ներքին օրենք։ Ուրեմն ինչ իմաստ ունի համատյունը փոխել, Ալիևի ասածները անել, եւ որ արդեն համատյունը երկրորդական արժեք ունի բախտալած խաղաղության դաշնակրին։ Բայց անգամ եւս նույնիսկ երբ որ ինքը այդպիսի սահմանական դատարանի որոշում ստացել է, ինքը edel անդեսում է, որտեղ ինքը այնքան դարվել է իր մարմաչով, որ Ալիևի ամեն ասածները անի, եւ այդ է պատճառը, որ հիմա անկախության հռչակագրի թեմ է խոսում։ Անկախության հռչակագիրը Հայաստանի ամենահիմնական մի փաստաթուղթերի մեկն է, որտեղ այդ փաստաթուղթն է, որ հռչակեց անկախություն, օրինակ Ամերիկան ունի, Միացյալ Նահանգներն ունի նման մի փաստաթուղթ, եւ որևէ մեկը եթե ասե, որ պետք է որ անկախության հռչակագիրը չեղարկենք կամ փոխենք, ուղղակի դա կլինի մեծ ազգային թավջանություն, ինչ որ է նաեւ բարական հիմա Հայաստանում։ Տեսեք, պարոն Սասունյան, իր գործողությունները էլի այս մասով նաև ես ուղղակի մի քանի մեջբերում անեմ։ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենի հրաժարականի դիմում է գրել հենց Փաշինյանի պահանջով, ցուցումով, որովհետև Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Պետք մի քանի աբասկային եւ օրենքի խախտումներ, նախ եւ առաջ Արցախի մասին գիրք տալը ոչ մի բան չի խախտում, Ցեղասպանության թանգարանը մի կառույց է, մի շենք է, որտեղ խոսում են ցեղասպանության մասին եւ այլ թեփքեր, որ ցեղասպանության առնչվում են, նաեւ թանգարանը ունի մի ամբողջ աշխատակիցների խումբ, որ աշխատում է Արցախի թեփքերի մասին, ուրեմն եթե Փաշինյանը իսկապես լուրջ մարդ է, պետք է այդ խումբն էլ աշխատանքից ազատի, եթե այսպես շարունակենք, կհասնենք մի տեղ, որտեղ կարող է մի օր էլ հայտարարել ըստ իր ասածներին, որ ցեղասպանության թանգարանի գոյությունը հակառակ է Հայաստանի քաղաքականության, որտեղ Հայաստանի կառավարությունը ուզում է չերմ հարաբերություններ հաստատել Թուրքիո հետ, եւ թանգարանի գոյությունը խանգարում է չերմ հարաբերությունը, ուրեմն պետք է փակել։ Այս է վերջնական եզրակացությունը։ Բայց նաև այստեղ կան օրինական խախտումներ, ուրեմն թանգարանի տնօրենը վարչապետը չի որոշում, դա իր լիազորության մեջ չի ընկնում, թանգարանի տնօրենի պաշտոնը հաստատվում է թանգարանի վարչության անդամների կողմից։ Էդի մեկ խախտում, որ վարչապետը ինքը միջամտեց, որտեղ վարչապետը միշտ այդպես վարվում է, որ ինքը միակ մարդն է, որ Հայաստանի բոլոր որոշումները, լինի թե ազգային ժողովի, թադավորների, նախագահի, սահմանական դատարանի, նախարարների, բոլորի որոշումները միանցնի ինքն է առնում։ Ուրեմն իրենից դուրս ուրիշ մարդ չկա, եւ խոսում է ժողովրդավարության մասին, այսինքն շատ լուրջ դիկտատորական մի համակարգ է, որ ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունի։ Ուրեմն ինքը այս դնորեն հանում է պաշտոնից առանց իրավունքի, վարչությունն է, որ պիտի որոշում է ով է դնորենը։ Երկրորդ խախտումը, որ արեց Փաշինյանը ամիջապես նշանակեց մի նոր թանգարանի դնորեն, որ իր կարծեմ նախկին պաշտոնյաներից մեկն է Թաշյան անունով, այդ էլ խախտում է, որտեղ վարչապետը չի որոշում, թե ով լինելու է թանգարանի քարտուղարը, այլ թանգարանի վարչությունը, եւ այդ է պատճառը, որ թանգարանի վարչության 4 անդամներ նույն օրը հրաժարական տվեցին եւ դուրս եկան եւ առնվազն մի հատ որ աշխարհարշակ մի հայ է, որ ֆրանսահայ է եւ ցեղասպանության մեծ մասնակից է, 1000 շնոց հադոր գրել է ցեղասպանության մասին, շատ հարգելի մեկ մտավորական անձնավորություն է, ինքն հրաժարվեց եւ 3 ուրիշ անձեր, ուրեմն 4 արդեն հրաժարվեցին, որտեղ տեսնում են, որ վարչապետը
ամեն դեղ մտնում է, հրանկում է, խախտում է օրենքները, իրենք չեն կարող այդպես աշխատել, որովհետև ոչ մի օրենք չկա, ոչ մի սկզբունք չկա, վարչապետը այն ռոբեին, որ մտքից մի բան է անցնում, ամենևս ինքը անում է եւ հրանկում է, որ դնորենը պետք է փոխվի, թադարավորներուն հրանկում է, որ ինչ պետք է որոշում թադարանի մեջ, ասկային ժողովի որոշումների ինքն է առնում, ամեն ինչ ինքն է։ Մեկ հոգի մենք ունենք Հայաստանում, իզուր դեռ ասկան հազարավոր կառավարության պաշտոնյաներ պետք չունենք։ Մեկ հոգի բավարար է, ինքը բոլոր որոշումները միասին առնում է, եւ ես հիշում եմ անցյալ տարի, որ ասկային ժողովում ելույթ էր ունենում, եւ որ հարցրեցին, այսինչ որոշումը ում հետ խորհրդակցեցիք, ամիջապես ինքը Փաշինյանը ասեց, ոչ մեկի հետ, ես որոշեցի, ոչ մեկին չեմ հարցրել։ Ուրեմն ասիկ մի մարդ, որ նախ իր արածը չի իմանում, սխալ որոշում է տալիս եւ ոչ մեկին չի հարցնում։ Առնվազն եթե չես իմանում, պետք է հարցնես մի մարդու, որ իմանում է, կամ էլ եթե իմանում ես, այդ ժամանակ հարցնելու պետք չունես։ Ինքը ոչ իմանում է, ոչ էլ հարցնում է։ Այսինքն երկու դարբերակներից երկուսն էլ ամենավատ դարբերակներն են։ Արչևում ապրիլի 24-ն է, պատկերացնելու է, չէ, թե եթե հանկարծ, այսպես ասենք, խոսք ուղի, ինչ աղետալի խոսք է լինելու։ Ինչի մասին որ խոսք լինի։ Ցեղասպանության ապրիլի 24-ն է առաջիկայում ու պատկերացնելու է, թե այս գործողություններին ինչպիսի ելույթ է ինքը պատրաստելու, ինչ խոսք է ինքը հղելու։ Այո, արդեն մոդիկ անցյալում տեսանք իր խոսքերը, նախորդ ապրիլի 24-ի իր հայտարարությունի մեջ նշում էր ցեղասպանություն, ոճի եւ այլն։ Անցյալ տարվա իր ապրիլի 24-ի հայտարարության մեջ շատ մեծ անցողակի խոսքեր կային, նորից ինքը ավելի մտահոգվում է, որ թուրքերը չնեղանան, որոնք մի ամբողջ ազգ են գոդորել, ցեղասպանություն կատարել, բայց ինքը շատ այսպես նրբանկատ է թուրքերի հանդեպ, չլինի որ նեղանան, նույն բանը ազերիների հանդեպ, բայց երբ որ կա Հայաստանի բնակիչներին, մանավանդ ընդդիմախոսներին, ինքը ամենախիստ եւ ամենալկտի խոսքերն ազգաներն օգտագործում իրենց մի մարդ իրեն հագարակ խոսի, իրեն ցերպակալում են, փանդարգում են, թադում են եւ այլն։ Ուրեմն այսին ճիշտ աշխարհը շուր է եկել, ինքը թշնամիների հանդեպ շատ ազնիվ է վարվում է, իսկ Հայաստանի ժողովրդի հանդեպ ճիշտ հակառակը վարվում է որպես բռնակալ։ Տեսեք, պարոն Սասունյան, ինքը անգամ կռիվ է տալիս այն իրողության հետ, որ մեր հոգևորականները եւ նաեւ մեր վեհափառ հայրապետը խորանից Արցախի հանրապետություն են ասում, Արցախի անունն են հիշատակում, դա որակելով պատերազմի ոտք դնելու, այսպես ասենք, քայլ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, այդ մասին շատ հստակ է, թե ինչ է կատարվում։ Նախ եւ առաջ սկսենք սկզբից սահմանության խախտում է, որ վարչապետը մտնի եկեղեցական ներքին հարցերին խառնվի։ Այդ իր գործը չի, սահմանություն արգելում է։ Ուրեմն այդ գոբիտ խախտում է սահմանության, բայց դժբախտաբար միակ խախտումը չէ, որ Փաշինյանն անում է, 8 տարի է գրեթե ամեն օր տասնյակ օրենքներ խախտում է, սահմանությունը բազմաթիվ անգամներ խախտել է։ Ուրեմն եկեղեցի ովևէ հարց որ եկեղեցի հետ կապ ունի, դա ոչ մի կապ ունի վարչապետի հետ։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ վեհապարը հանում է մի arczepiskopos-ի գարկալույզ է անում, վարչապետը փողոքում է, թադարանը հայց է ներկայացնում, դա էլ խախտում է, որտեղ առաջնորդի գարկալույզ անելը arczepiskopos-ի դա վեհապարի իրավասությունն է, եկեղեցու ներքին գարկն է, վարչապետը ասելիք չունի դեռ։ Հիմա ավելի անտին գնալով, քանի որ սմարտը ամեն օր նոր խախտումներ ունում, եւ ավելի վատ խախտումներ, հիմա էլ փոխում է, որ քահանաները, վարդապետները բادرակի ընթացքում իրենց կարոզի մեջ խոսում են որոշ հարցերի մասին, որ ինքը չի հավանում։ Բայց անհավատալի է, որ վարչապետը ինքն իրեն թույլ է տալիս
որ խառնվի բادرակի քարոզի հարցերին։ Այդ իր կորձը չի, ինչ էլ բادرակողը անի, ինչ որ ասի, Արցախ լինի, թե ցեղասպանություն լինի, ապրիլ 24 լինի, ինչ էլ լինի, դա եկեղեցու հարցն է։ Եկեղեցին ինքը կզբաղվի այդ հարցերով։ Եթե իսկապես շատ վատ անփարոյական մի ելույթ ունենա մի քահանական վարդապետ, որ չեմ կարծում որ բան բադահի, բայց նույնիսկ դա բադահի, դա եկեղեցին ինքը կզբաղվի այդ խախտումով, ոչ թե վարչապետը։ Վարչապետը ինքը չի կարող երկիր ղեկավարել, զիջումներ է անում, գործրել են Արցախը, գործրել են Հայաստանի սահմանամերձ հողատարածքները, այս բոլորով զբաղվելու դեղ, որ չի կարող զբաղվել, հիմա փորձում է լինել մի նոր երկրորդ կաթողիկոս ամենահայոց։ Դա իր գործը չի, ինքը թող եթե կարողանա մի փոքր իր աշխատանքը կատարել, դա էլ մեծ բան է իր համար։